Ողջույն, այս վլոգում միասին կբացահայտենք Վիեննան։ Գնացինք։ Վիեննայի պարլամենտի մոտ ենք եկել։ Ոտքով զբոսնում ենք, մեր հյուրանոցից դուրս ենք եկել։ Ոտքով ման ենք գալիս, այսօր այսպես ենք որոշել անցկացնել մեր օրը դեռ, հետո կհասկանանք։ Ելնեմ կա կահույքի թանգարան։ Այս տարածքում է։ Thank you. Կահույքի թանգարան, չէ լավ գնացի։ Կահույքի թանգարանն էր Վիեննայի, գիտես։ Եկել ենք դեղատուն։ Խնդրում եմ մեծ դեղատան ներս նայեք, թանգարան է երևի։ Այստեղ սենց ցայտ աղբյուր ենք տեսել, այսպես ասած։ Դա չեմ որ խմելու է, բայց ինձ պիտի գնանք։ Գիտեք ինչ սառը ջուր է։ Ու համով։ Այս ջուրը Հայաստանից են բերում, ինձ թվում է շատ համով էր։ Այս գեղեցկությունը վայելել է պետք։ Քաղաքի մթնոլորտը մի անգամ են զգացվում, ասեն ամեն մի անկյունում։ Ուզում հասկանալ սա ինչով ես չեմ կարողանում։ Մտածում եմ գուցե առաջվա արևի ժամացույցներից է։ Եթե գիտեք, ասեք ես իմ իմանամ։ Չգիտեմ ինչ կնենի։ Սա։ Ես մտածում եմ առաջվա արևի ժամերից է։ Եկանք հասանք Սուրբ Ստեփանի տաճար։ Սուրբ Ստեփան, երևի հայերենում։ Շատ հայ են էլի։ Ես գոթական տաճարների գեղեցկությունը ուրիշ ոչ մի ճարտարապետական կառույց չունի։ Ես չգիտեմ։ Իսկապես չգիտեմ, սա պետք է մանրամասն դիտարկել, ուսումնասիրել ու վայելել ու այս ամբողջը ստացնել ամեն տեղ, այս շոկը կարողանաս ճիշտ անել վայելել։ Վայելել։ Դուք էլ եք եկեք հետ վայելելու։ Իրոք եմ ձեզ բերում հետո։ Նարե, սիրուն է ամեն ինչը։ Նապաննկով։ Գնանք են կարուսելը նստես, հենան տեսեք ինչ կարուսել է։ Գնանք կարուսել նստի Նարեն։ Ջան, նստես։ Հա? Դիդիան ես Նար։ Ես Նարեն նստում ենք այս ձիոկները։ Հա, ձերքում արա պապայի։ Ինչ հավես է, դիզի ենք ալում ես ունար է։ Հա, լավ է նոր։ Շատ լավ է։ Դիզի։ Պուս։ Լավն էր, դյարի գնացինք։ Ապ։ Գնացինք։ Շատ հավես էր։ Չէինք կարող գալ հասնել ու ներս չմտնել։ Սովորաբար նման տաճարների մուտքերը վճարովի են և մուտքավճարը կա հստակ սահմանված, բայց այստեղ մուտքն անվճար է, այնպես որ չեմ հավատում աչքերիս։
Դրսում պատարակը aber auch um all das andere beten, was wir für unseren Alltag, für unsere Familie, für den Frieden in der Welt brauchen. Stehen wir dazu auf und beten gemeinsam das Vaterunser. Գնանք մոմբարենք իրար հետ։ Մոմբարը մեկ եվրոյ է, այստեղ սովորական նոմեր են, տարբերություն շատ կաթոլիկ եկեղեցիների, սովորական նոմեր են։ 1 եվրոն գցում ենք այստեղ։ Այսպես 250 ցենտեր ինձ մոտ վերցնում ենք մոմը։ Վառում ենք։ Աստված իրականություն դարձնի բոլորիս երազանքներին ու նպատակներին։ Հավանաբար պատարակը վերջացավ իր համար եկեղեցի զանգերն են այս տաճարի։ Մենք էլ նստել ենք այս սիրուն տեսանով շրջանը, որպես մենք արմենակ շրջանում բարել ենք այս հրաշք տեսարանի ներքո։ Նորե, ծաղիկ, ան, հլե հոտ քաշի։ Հոտ քաշի հլե։ Չեն կուտում։ Հոտ քաշի։ Վստահ եմ գոնե կյանքում մի անգամ տաքսի նստել եք, վստահ եմ։ Իսկ ֆաքսի նստել եք, ֆաքսի։ Ես չէ։ Ֆաքսի։ Ուրեմն այս կարգերը այս տարածքում արժեն 25 րոպեն 105 եվրո, իսկ 15 րոպեն 65 եվրո։ Մենք իհարկե գիտեինք այստեղ գալուց առաջ էլ, որ ամենաբարձր լինելու է Նարեի սնվելու հարցը, որովհետև ես Նարեին չեմ տալիս տարատեսակ այլ սնունդներ ու ամեն ինչը տալիս եմ առանց ծաղի ու տալիս եմ միայն առողջարար սնունդ ու վստահ գիտեի, որ այստեղ այդ ամեն ինչը շատ դժվար է լինելու, բայց հիմա մենք գտել ենք այսպիսի մի ռեստորան, որտեղ կար ծովամթերք, իսկ Նարեն ձուկ շատ է սիրում։ Մենք գտանք մի հատ այսպես կոմբո փաթեթ։ Այ այսպես։ Վճարեցինք 17.79 եվրո, բայց մեզ համար սաղմոնը պատրաստում են առանց աղի, այսինքն այնպես ինչպես որ ես եմ տալիս, աղ չեմ տալիս դեռ Նարեին, եւ հետ տալիս են բրնձով, ասենց համով մի բան։ Այ այսպես։ Հա, հեսա պատրաստ է լինում, Նարեն ձուկ ուտի, հա? Հա, սաղմոն է ուտելու Նարեն։ Այնտեղ պատրաստվում է հիմա Նարեի ձուկը։ Հեսա ցույց տամ ձեզ։ Հենա։ Հենա, պատրաստվում է, ուրա? Ամամ, հա։ Ամամ, ահա, պատրաստվում է։ Ուտելու է, սոված է Նարեն, սոված է, շատ։ Մի հատ նայեք 3D քարտեզի նման այսպես հետաքրքիր ինչ-որ արձանիկ են ստացել, կարելի ասել քարտեզ, որի կենտրոնում հենց քաղաքի ամենահայտնի տաճարն է, որի մոտ մենք քիչ առաջ էինք։ Դուք էլ տեսաք, որ տաճարը իսկապես շատ սիրուն էր ու արժանի նրան, որ Վիեննա գալացող առաջինը գա հենց այդ տաճարի մոտ, այնպես որ գալու դեպքում գիտեք։ Ամբողջ քաղաքում տարբեր արձաններ են ու բոլորը կեղտոտ։ Մի հատ խնդրում եմ գույնը նայեք արձանների։ Ես անկեղծ ապշում եմ, որովհետև ինձ համար սա եվրոպական ամենամարդ քաղաքներից է, որ այս երկրը բավականին անխնամ վիճակում է։ Ես ուզում եմ, որ այս մեքենան թողած և դուք իմ կայինը լսեցեք ես նքած։ Ուզում եմ շատ արագ ձեզ պատմել քաղաքի գծանշումների մասին, նայեք։ Գծանշումները հետևյալն են, կա մարդկանց քայլելու վայրեր և այս գծից այն կողմ հեծանիվներն են։ Տեսեք, հեծանիվորդները բոլորը այդ գծից այն կողմ են քշում, այս կարմիր գծերի մեջ, այսինքն
ու իհարկե չի կարելի քայլել կարմիր գծերի միջով, որովհետև ուղղակի կընկնենք հեծանիվի տակ։ Նայեք, այս հատվածում էլ կա։ Այսպես ամբողջ քաղաքը գծանշված է, նայեք։ Վիեննայում տեսել եմ այսպիսի կրպակ, որտեղ վաճառում են ծաղիկներ, եկեք ծանոթանանք Եվրոպայում ծաղիկների գներին։ Ուրեմն 25 եվրո, 35 եվրո, չգիտեմ դուք կտայիք այս փոքրին 35 եվրո, թե չէ, 15 եվրո, 42 եվրո, սա սիրուն է։ Այսպես, հատը 3 եվրո վարդերի։ Գինը չի երևում, մի խոսքով 12 եվրո։ Երևանում բնականաբար Հայաստանում ծաղիկները շատ ավելի մատչելի են, քան այստեղ։ Եկել ենք իրենց ամենահայտնի այգիներից մեկը։ Այն այսպես։ Էլի չգիտեմ ում արձանն է։ Իդեպ։ Այս ասեմ քաղաքի թերություններից մեկը։ Այս մասին կիսվում եմ ամուսնուս, ասում արի դարձի Վիեննայի քաղաքապետ գնացած է խնդիրը։ Լավ, եթե լուրջ։ Քայլենք։ Քայլենք։ Ուրեմն խնդիրներից մեկը քաղաքի է նա, որ ամեն մի երկրորդ, երրորդ քայլափոխի դրված է արձաններ, դե արդեն ասացի, որ դրանք կեղտոտ են, դա չի հարցը, լավ է, թե չէ։ Բայց ոչ մի արձանի վրա չկա գրություն անգլերենով, որ իմանաս ում արձանն է դրված։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր է կամ, չգիտեմ, որևէ մի շատ սիրուն ճարտարապետական լուծումներով շենք, հա, բայց գրություն չկա, դա ինչ շենք, հա, ինչի համար, այսինքն եթե դու չես գալիս խմբի հետ եւ չկա քեզ հետ գիդ, դու ուղղակի չգիտես, նայում ես շատ սիրուն է հիանում ես, բայց չգիտես այդ ինչա։ Մտնում ենք ինտերնետով նկարը գտնում ենք, պոիսկ ենք տալիս, չգիտեմ ինչ ենք անում, իմանում ենք դա ինչա, նոր անցնում ենք առաջ, բայց դա բարդ է, ընդհանրապես կարելի է լինել մի հատ կարող է լինել բան, ասենց տրաֆարետ, որի վրա որ գրված կլիներ ինֆորմացիան անգլերենով, բայց չկա։ Շատ հավես այգի ենք եկել, ամենակարևորը եկել ենք, որ նայեն իր էներգիան մի քիչ սպառի, որ մեզ չուտի։ Մի կերդա, բայց խնդրում էլի նայեք, մարդիկ զագար են անում, տեսակ, չեմ ուզում երկար նկարել, անշնորհքություն չթվա, բայց ուղղակի այգում պարկած զագար են անում, այն եղանակին, որ ես երկարաթևով եմ մանգել ասում, ուղղակի մի գրամիկ, արև կա, մի գրամիկ, բայց չէ եղանակից չենք դժգոհում, ուղղակի զագարի չի, մի գործիքով չգիտեմ, լավ թե, ամեն մարդ ինքնավորոշում, սա մենք քնենք 27-ով վերադառնալ։ Եկա բռնեմ, փախի եկա բռնեմ, եկա բռնեմ քեզ, եկա բռնեմ, եկա բռնեմ, փախի եկա բռնեմ, եկա, դե փախի, հանգստանում ես, հոգնել ես, եկա բռնեմ, եկա փախի, զարմացար, այդ ինչ եղավ, պարում անարեմ, պարում ահա, այ իմ գնդակ, կանաչ կարմիր կապուտակ, թռիր վերև, իջիր ցած, նարեն մնա զարմացած, չզարմացար, զարմացի հələ, զարմացած, մի հատ զարմացի նար, զարմացի հələ, գլոր վիր, այդ ենք, գլոր վիր, խոտերի մեջ մոլոր վիր, դե զարմացի հələ, Ես ինչ եղավ, արի ուղեմ, ոյ արև դուրս եկավ, զարմացած, ամեն դեպքում ներողություն, վատի երկելու համար, իբր եկել էինք, որ մի քիչ հանգստանենք, նարենն էլ էներգիան սպառել, բայց նարեն մեր էներգիան է սպառում հենց հիմա, հələ վիճակը
այգու վերջնամասում այս հատվածն է։ Ձեռքս կադրում էր։ Անում տեսեք։ Այսպես անում տեսեք։ Այսպես շատ սիրուն է։ Ասում եմ, այստեղ յուրաքանչյուր մի շինություն, կապ չունի ինքը ինչա, թանգարանը, խանութը, ուղղակի շենքն ինչա, շատ սիրուն ճարտարապետական լուծումներով է։ Եվ քանի որ չկան տրաֆարետներ, ես չեմ կարող կարդալ ոչինչ այս շենքի մասին եւ չեմ կարող ձեզ ասել շենքը։ Գնացինք։ Մի հատ կարևոր փաստ արձանագրեմ քաղաքի մասին, որը շատ ուրախալի է։ Ես դեռ չեմ մտել, չգիտեմ ներսում ինչ վիճակ է, բայց ամեն դեպքում քաղաքում կան նմանատիպ զուգարաններ հասարակական, որոնք անվճար են եւ յուրաքանչյուրը կարող է օգտվել սրանցից։ Բա ինձ համար դա ուրախալի նորություն է, ես կուզեմ, որ Երևանում էլ այդպես լինի, որովհետեւ իրականում տուրիստների համար, պատկերացրեք Երևան գալացող տուրիստի համար, դա շատ կարևոր է, որ եթե ինքը այդ պահին չի ուզում մտնել որևէ սրճերը, եւ չգիտի, որ գնալ։ Ճարի կողքի հատվածներում այսպես առևտրի փոքրիկ կրպակներ են եւ այստեղ վաճառում են գրեթե ամեն ինչ, հոտ-դոգներ վիեննական, այստեղ այլ տարատեսակ ուտելիքներ, սուվենիրներ, մի խոսքով ամեն ինչ։ Եվ մենք իհարկե պետք է փորձենք վիեննական հոտ-դոգ։ Ինչ կա։ Պրոշուտոյով ուտաբրոդիկներ, այստեղ ոնց որ հոտ-դոգ չկա, հա։ Օ, հալո։ Ես ասում հոտ-դոգ չկա։ Մի վարկյան նկարեմ, հա, այս տղան էլ վրացվի։ Մի րոպե չեն թողնում ես իմ հետևորդներին ցույց տամ։ Օ-դոյ։ Yummy։ Ինչ համով բաներ են։ Ու ասեմ yummy ու ես որ հենց որ ասում եմ ես սոված չեմ ուզում։ Ես իհարկե հիմա կբացեմ ձեր ախորժակը, որի համար ներողություն եմ խնդրում, բայց սա վայելել եւ դες չդրտում Ես ընտրել եմ պանիրով հոտ-դոգի տարբերակը, այսինքն ներքաշիկի մեջ պանիր է։ Նարենք հիմա պարկացրել ենք որ քնի, ամուսինս էլ փորձում է գարեջուր, ես գարեջուր չեմ սիրում, ասում եմ չեմ սիրում ու խոմում այլի, բայց չէ իսկապես ինձ դուր չի գալիս, բայց այլ։ Համավա, կեզ դուր եկա, դե մեզ բարի ախորժակ կանդպենք հետո։ Մինչև մեր շարժվել է, եկեք ասեմ նաև հոտ-դոգի գներով շարունակենք, ուրեմն 8, լավ չի երևում, դիմացում արտականգնած 8 եվրո մեկ հոտ-դոգն է, չնայած ես գիտեմ, որ ավելի էժան կարելի է գտնել ուղղակի երևի թե ուրիշ տեղից, ոչ թե ստեղից, որովհետև իմ ընկերները ասում էին 5-ը, ինչքան էր 7 եվրո գարեջուրն էր, ջուրը չգիտեմ, ավքան է։ Ավստրիայի խորհրդանիշներից մեկը, ավելի շուտ Վիեննայի խորհրդանիշներից մեկը Մոցարտն է։ Ու այստեղ Մոցարտի խանութ կա, իդեպ այս փողոցը բրենդային խանութների փողոցն է։ Հիմա մտնենք Մոցարտի խանութ։ Կոնֆետներ։ Ինչքան Մոցարտ, այնքան լավ։ Ինչքան շատ։ Ես առաջին տարում ինձ հետ այես եմ բաներ տանել ստեղից, բայց կոնֆետները սենց հատիկով էին մեջը։ Չկա հիմա ոնց որ։ Սրանցից դե Երևանում կա։ Տանկը չես տվանություն ունեմ, ես ես Մոցարտ կոնֆետների համար չեմ սիրում,
կոնֆետների համը այդքան էլ չեմ սիրում, բայց քանի որ խորհրդանիշն է, բնականաբար պետք է հանել այստեղից, համ որպես նվեր, համ մեծ համար։ Իսկ հիմա ուշադրություն իմ բոլոր են հետևորդներին, ում անունը Աննա է։ Աննաներ, հատուկ ձեզ համար։ Աննա։ Մի տեսակ նա տառը դուրս չէր գալիս ոնց էր գրված, բայց մենք դեռ այն փողոցում ենք, որտեղ որ բրենդային խանութներն են։ Ինչ ուզեք կար այստեղ, ինչ մտքով անցնի։ Dior, Gucci, Louis Vuitton, մի խոսքով բոլոր տեսակի հայտնի ու անհայտ բրենդները։ Այս փողոցից եկանք, հասանք այս շապարակ։ Դել եմ նորաձևության վերջին ճիչը կոշիկների աշխարհում, ուրեմն ուշադրություն պիտի դուք սա տեսնեք։ Գնացինք։ Գներն էլ նայեք 340 եվրո։ Սա էլի 340, 280, բայց դուք սպասեք, ամենակարևորը դեռ չեք տեսել, ուրեմն ուշադրություն, դամ, այսա 435 եվրո։ Եվ դուք կունենաք գերվուլգար կոշիկ, իսկ եթե դուք ուզում եք ունենալ սահմանափակ էդիշնից, մի հատ ուշադրություն, ով կհագնի սա, գինն էլ չկա գրած, երևի տենց միլիոն եվրո է։ Նայեք չեմ խապում, limited edition։ Սակ, հենց որ իմացեք էլի նորաձևությունը, որն այս ինչ հա օրինակ։ Նորմալ տենց բաներ եք։ Ասմարով առնում տենաստեղ։ Ժամը արդեն 5-ն է, 17:00, ու մենք առավոտյան 9-ից մոտավորապես շրջում ենք քաղաքում, այս տարածքում արդեն երկրորդ անգամ ենք, այն որ էլ ուզ չունենք, գիշերը չենք գնել մի խոսքով, դաժան վիճակում ենք։ Հիմա հարց, ինչ անել Վիեննայում էլ։ Հեսա ես այս հարցը Instagram-ում գտամ ավելի շուտ, որ շատ արագ կարողանաք պատասխանել, որովհետև այս հոլովակը հենց այս պահին չեմ կարող տեղադրել, էլի, պետք է մոնտաժել, սիրուն սարքել, հետո նոր տեղադրել YouTube-ում։ Ոչ կարողանում եմ էլ խոսել, ոչ քայլել, ոչ բան։ Արագ խելոք քնածը, իսկ մինչև սենց խելոք քնելը կերավ մեզ։ Անկեղծ պահը, թե չէ կարամ ասեմ խելոքեր ու սուսուփուս տանջվենք, բայց ինչի սուսուփուս տանջվենք, եթե դուք կարաք դրա մասին իմանաք։ Մեր հյուրանոցի լիֆտն եմ ուզում ձեզ ցույց տալ, ուրեմն ուշադրություն, դուռը բացվում է, դրսից մի հատ էլ դուռ բացվում է, որ դուրս ենք գալիս։ Այսպես, գնացինք։ Այս են աստիճաններ է հյուրանոցում, սակ, դուռը։ Սենյակային դուռ։ Եկել էինք մետրո, որ գնայինք օպերա, նստեցինք մետրո, մի քանի կանգար գնացինք, հետո հասկացանք սխալ ենք գնում, հետ եկանք, նույն կանգարում հետ իջանք, ես մեր հյուրանոցի մոտի կանգարն եմ, հետ իջանք, ընթացքում մի տատիկի հետ ենք ծանոթացել, հենց այդ տատիկը։ Այդ կյանքի կտոր տատիկ, ասում է բացարձակ անգլերեն չի հասկանում, ուսած ձեռքով ոտքով բաներ ասում, ու իրար հասկանում ենք չգիտեմ ոնց, ասում է եկեք իմ հետ, ես էլ եմ գնում այնտեղ, տիկինքն էլ է գնում, ասում է եկեք հետ, ասում է եկեք ինձ հետ, ես էլ եմ գնում այդտեղ, ձեզ կտանեմ, ու ասում է անգլերեն չեմ հասկանում, բայց ձեռքով ոտքով կոնտակտի կարենք դուրս գանք, մի խոսքով այս ամենս ընկեր ենք գտել, ինչ հետ գնում ենք։ Եկանք, հասանք, օպերա, նա մոտենում ենք։ Վիեննայում եկել ենք Իտալիայի Տրևի շատրվաններ։ Այսա։ Ես ուղղակի նմանեցրեցի, ուղղակի շատրվանները չկար։ Կարտակ եմ անում իհարկե։ Չգիտեմ ես ինչա, Ալբերտինա գրված է վերևում։ Չգիտեմ տեսա ինչ շինությունը։ Դեք ասեք, այս ինչա գրված։ Չեմ տեսնում է, ասեք մոտեցնեմ տեսնեմ։ Ֆրանց Ժոզեֆ առաջին, Դերստենդ Վիեն։ Ֆրանց Ժոզեֆի արձանն է, ով որ կառուցել է Վիեննան։
1869 թվականին։ Սակ իմացանք ինչա։ Դե ուզում ենք այս ավտոբուսի դուռերից վերցնել։ Հեսա կհասկանանք վերցնում ենք թե չէ։ Օպերայի կողքի փողոցն է, այսպես երկար, բարակ փողոց է, Հյուսիսային փողոցն է ճիշտ է։ Ու բավականին շատ մարդ կա, երեք այդքան շրջեցինք, այսքան մարդ դեռ չենք տեսել։ Խանութներ են կողքի հատվածներում, ինչ-որ ուտելու բաներ են, այդպես։ Ողոմ էդ պաղպաղակ ուտենք, բայց ստեղ վաֆլիները։ Հենա պաղպաղակի տեղ, արի ուտենք։ Չէ, պաղպաղակ կա, հենա, այսա վաֆլի։ Հեն, տեսնենք ինչ պաղպաղակներ կան։ Մենք Իտալիայում ինչ համի պաղպաղակ ասես փորձել ենք, որ գրեթե բոլոր համերի բարև ասում բարև ձեզ։ Եկել ասում բարև ձեզ։ Թող սովոր են, իրանք մեզ հետ ոնց են գերմաներ են խոսում։ Տեսնենք ինչ ուտենք, եկեք ձեզ էլ ցույց տամ ինչեր կան։ Բանան, կոֆե, շոկոլադ, նարինջ, այս չեմ հիշում սրանա հապալաս, այս թուզ երևի, կարամել, մալագան չգիտեմ ինչա, հա, ես պաղպաղակ եմ ուտում, վանիլ, պնդուկ, մանգո, երևի պիստակի, պիստակ շատ եմ, ոյ Ռաֆայելը կուտեմ, ես կուտեմ, բան, Ռաֆայելը ու պիստակ, ես, կարող եք վերցնել սուցկորնով, կարող եք վերցնել բաժակով, հատոկները, thank you, That's all? yes, 7:30 please. Nicht hart. Փորձում ենք, նախ փորձում Ռաֆայելոն, ուրեմն կոկոսի փաթիլները ընկնում են ատոմներից տակ, լավ եմ, չէ նկարագրում համա, մի հատ էլ փորձեմ, շատ համեղ է, հիմա պիստակի ամեն տեղ ուտում եմ, որովհետև իմ ամենասիրած բաներից մեկն է պիստակը։ Էլի համեղ է, բայց եթե դուք ավելի քաղցրոտ համ եք սիրում, ուսած կտրուկ սուր համ չեք սիրում, պիստակ կարող եք սիրեք։ Մի հատ 18+ խանութ ենք մտնում, 18+, զգուշացնում ամ չնայեք, 18+-ը։ Չթողեցին նկարենք 18+ խանութ։ Ժողովուրդ, ինչ ասես կար, ինչ ասես, վազելով դուրս թախենք։ Ավելի լավ է մենք գնանք մեր ավտոբուսը նստենք, քաղաքում շրջենք, մշակույթին ծանոթանանք, էդ է մերը։ Ես իհարկե լինելով սուրճի սիրահար չեմ կարող անտարբեր անցնել Starbucks-ի կողքով, դրա համար ամեն օր խմում եմ, այսօր էլ բացառություն չի։ Կան վաճառքի, ես ինձ համար էլ եմ ուզում գնել, բայց չգիտեմ որից գնամ, լավ նա տեսորվա սուրճ անտրեմ, հետո անցնենք առաջ, սառ ինչ-որ մի բան, ամեն դեպքում մենք ավտոբուսով վերցրեցինք ուղղակի, հիմա պետք է բարձրանանք վերև, այսպես, որ գնանք վերևում Starbucks-ից առնեմ մի քանի բան, բայց քանի ոչ են թողում է սուրճով դրել եմ տոպրակի մեջ, որ չի մանալ։ Շարժվեցինք, ես եմ տեղավորվել, այս օպերեյշնքն է դիմացից։ Մեզ տվել են նմանական ջակալեր, որի դուք հանգավ գետնին հեսը կվերցնեմ։ Սա պետք է բացել, միացնել այստեղ։ Ու 7-րդ ալիք ընկնել։ Շուտ տեսնում։ Այս թանգարանում կա 3 միլիոնից ավելի
պատկերներ, պատկերացնենք 3 միլիոնից ավելի։ Այս բուրգ թատրոնի կողքին կա կաֆե, այս սրճարանը, որը հնչյունը կաֆեյա, Լենից Եսիմինչ, կաֆե Լենից Եսիմինչ, ընք ամենահայտնի սրճարաններից մեկն է գյուղ, այս գյուղը, ասել։ Վիեննայի համալսարանի շենքն է։ Հենց նոր մեր ակնկալի մեջ մեր գիդը պատմում էր, որ Ֆրեյդի անունն է կապված Վիեննայի հետ, ու այստեղ կա Ֆրեյդի թանգարան է, բայց իր հայտնի կարմիր բազմոցը ցավոք այստեղ չի։ Մարդիկ գնում են հենց կարմիր բազմոցը տեսնելու, ձեռք տալու եւ այլն, բայց դա արդեն Լոնդոնում է։ Մեկ էլ պատմում էր Ֆրեյդի մասին, որ Չնայած այդքան մեծ հոգեվերլուծաբան լինելով, Ֆրեյդը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչ են ուզում կանենք։ Այսինքն նույնիսկ Ֆրեյդը չի կարողացել պատասխանել այդ հարցին։ Այս թաղամասում ապրել է Բեթհովենը, հետո մի քանի տարի ապրել է Բրամսը, մի խոսքով մշակութային թաղամաս է, այսպես ասած։ Այս այն պարկն է, որ մենք երեք ենք, հուսեք հաստատ, քաղաքային պարկն է իրենց մեծ։ Սաղ տուրերը շատ եմ սիրում, որովհետև միշտ շատ ինֆորմատիվ է լինում։ Հենց հետո այնքան շատ է ինֆորմացիան ընթացքում, հետո շատ բաներ մոռանում ես հատկապես թվականների հետ կապված, կամ չգիտեմ իրենց անունների հետ կապված, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր է պատմել մոնել, տեսնել հենց ու պատմել սա, այս շներն մի հատ բարևի բոլորիններ։ Բարև։ Բարև։ Բոլորին բոարա։ Մատ բոարա բոլորին։ Վախացրու մի հատներ։ Ողջանք, մի հատ էլ պաչիկներ արա բոլորին։ Հատը պաչիկ արա։ Պաչիկ, օթային պաչիկ արա։ Հա, վախեցել ենք։ Օթային պաչիկ արա մի հատ։ Վախեցանք։ Այսօր բավականաչափ քայլել ենք, զբոսնել ենք, մի քանի օր բաներ ենք տեսել, հայտնաբերել, նաև մտել ենք խանութներ, շոպինգի։ Չնայած ես շոպինգի մեծ սիրահար չեմ, եթե անկեղծ, ավելի շատ ամուսինս է սիրում շոպինգ, բայց այս անգամ մի տեսակ դրա դրամադրվածությունը չունի, դրա համար շատ բաներ չենք գնել։ Ուզում էի մի քանի նվերներ վերցնել, դա էլ չկարողացա այսօր անել, բայց ոչինչ, դեռ կհասցնեմ կարծում եմ։ Մենք էլի եկել ենք այս նույն տարածքում, որտեղ որ երեք էինք, այս շատ սիրուն տաճարի մոտ և նստել ենք շոմպայնի բար, այսպես ասած, բացօթյա սիրուն տարածքը ու հիմա վայելելու ենք շոմպայն, այս արևոտ սիրուն եղանակին, քանի դեռ նարեն քնած է։ Կկարում մենք էլ չգիտենք ես ինչ հավաքույթ հացուց դրախկանքա, այս հայտնվեց իքստեր։ Դեպի Պրահա, մենք գնում ենք Վիեննայից ու գնալու ենք գնացքով, հեսա այս ամբողջ ընթացքը ցույց կտա։ Վիեննայից Պրահա գնալու համար գնալու ենք արագ ընթաց գնացքով, որը գնում է 4 ժամ ու մի քիչ մի քանի րոպե, ու իրականում ավելի երկար է, քան Երևանից Վիեննա, որովհետև Երևանից Վիեննա թողել ենք 3 ժամ 20 րոպեում։ Մենք նստած ենք այսպիսի տեղում։ Այս 4 տեղերն են ամենակարևորը։ Դեռ դանդաղ ենք գնում։ Նավերն արդեն քնում է։ Բարի գալուստ Պրահա, նարենք խնած առաջին իսկ պահից սկսած բացարձակ նույնիսկ համեմատելի չի Վիեննայի հետ, որովհետև
շատ տհաճ հոտ է գալիս, հիմա մենք գետնանցման բանցանք, այդ գետնանցի վատ հոտով, չեմ ասի ինչի հոտով պատկերացրեք ինքնդ հույս ունեմ ընթացքում կկոտրվի իմ այս ունեցած տպավորությունը և այս կարծրատիպը չունի ապրահայ մասին նեկեչ կեղծոտը իրենց ազգային թանգարանն է բայց ասեք որ սիրուն է նայեք մանրամասն ցույց տամ էլի շենքի վրայի ճարտարապետությունը ինձ թվում է մենք դեռ ժամանակ կունենանք այս կողմերով պտտվելու ազգային պատկերասրահի դիմաց գտնվում է երեխաների թանգարանը մենք հասանք ու ինչքան մոտեցանք կենտրոնին որտեղ որ մեր հյուրանոցն է գտնվում այնքան ավելի սիրուն ու հավես դարձան շենքերը ավելի գունեղ նայեք ամեն մի շենքը մի գույնի է այսպես իսել մեր հյուրանոցի շենքն է այն որ ասում էի երանի ունենա պատուհան դեպի փողոց նայող ու այս ատմոսֆերան կարող ենք վայելել այստեղից հենց որ ինուզոցմանները միշտ կատարվում են առաջին բանը որ մենք արեցինք իհարկե եստափոխվեցինք և արագ դուրս եկանք հացուտը խորևս ես կգժվեմ ես բաչեմ բաչեցի նադալ դուպաչի մամային նատ դուպաչի մամային thank you եկավ իմ ապարոլիկը մեր ուտելիքը բերեցին սա խոզի սթեյքա սա հավ սա տավարի մսով իրանց ավանդական ուտեստն է իհարկե գարեջուր ապարոլ ես Վիեննայում չեմ նկարել մեր սնունդը ինչ որ կերել ենք, մենք էլի շատ համով բաներ ենք կերել, բայց այստեղ որոշեցի որ նկարեմ, դուք էլ տեսնեք թե ինչ ենք ուտելու, վերջում ցույց կտամ թե որքան ենք վճարում այս ամենի համար։ Մեզ բարի ապօրինակ։ Ամեն ինչը շատ համեղ էր եւ հաշիվը կազմեց 43.70 եվրո։ Գրեթե 44 եվրո, այսինքն բավականին մատչելի, Վիեննայի հետ անհամեմատ մատչելի։ ու պլյուս շատ համեղ սրունդ ընտիրեք գոհենք եկել ենք տեսնենք պարող կառույցը վստահ եմ որ մյուս կողմից ավելի լավ է երևալու դրա համար հեսա կանցնենք մյուս կողմ ու միասին կնայենք այս շատ մոտիկ թությունը վստակնենք պարող կառույցի տեսնենք ում արձանն է այնտեղ դրված ինչ-որ արձան է մեզակում հա Կարծեն նայեք ստող ինչ-որ ճանճ անստել հալի մետնանք ինչ արձան է ով է այս երիտասարդը չգիտեմ այս պարող շենքը կտրուկ տարբերվում է Պրահայի մնացած շենքերից նայեք օրինակ այստեղ հենց դեմ դիմացը խնդրում նկատեք իրենց ճարտարապետական լուծումներով շենքերը մեկ էլ այս նորացված նոր շենքը որը իդեպ այդքան էլ թվականով նոր չի նայեք խնդրեմ կողքի շենքի հետ կարող եք համեմատել ու հիմա այն նկարվում է էլ այս շենքի գիտեմ ինչու բայց այս հատվածը ես նմանեցրեցի Պիտերի հավանաբար մոստի պահը ավելի շատ որովհետև Պիտերում էր այսպես երբ որ մենք մոստի վրայով քայլում էինք անցնում դառնում էինք ու սենց սիրուն գետը ներքևով հոսում էր բայց այս մասում պետք է այս մասը չեղարկել չնայել որովհետև չգիտեմ ինչ են անում ինչ որ գործողություններ են անում ու պետք է նայել սա ռեստորան նավի վրա մենք շարունակում ենք մեր զբոսանքը Վլադվա գետի երկայնքով իսկ այս կողմում մեզ ողջունում է այսպես ծիրուն չեխական ճարտարապետական շինություն են ստմա բնակելի շենքեր են չգիտեմ իրականում ինչ շենքեր են բայց շատ ծիրուն են
Այս հուշարձանի անունը Ֆանտան Կրաները է, որը Ֆրանց առաջինի հուշարձանն է։ Այստեղ Ֆրանց առաջինն է, խնդրեմ։ Դեպի Կարլի կամուրջ գնալիս հանդիպել ենք նմանատիպ մի փաբի, Սարցե փաբա, հələ տեսնենք ինչ է, գուցե մտնենք։ Այստեղ 3D իլյուզիաներ են։ Այդա։ Տեսեք, այստեղ հոլովակ կա։ Թե ոնց անցնում ներսում, այսպես սարդե բաժակներով խմում են ու ամեն ինչը ներսում սառույցից է։ Так, սիրա։ Դուրս եկանք արդեն Կարլի կամուրջի մոտ, ուրեմն չմտենք հիմա այս փաբը, որովհետև շոու է ներսում ու ամեն 30 րոպեն մեկ է, իսկ այսին շոուն հենց նոր է սկսվել։ Մտածեցինք հիմա կգանք այստեղ կզբոսնենք, հետո նոր կգնանք, հաջորդը լինելու է ժամը 8-ին, մի խոսքով կարծում եմ կհասցնենք։ Նայեք ինչքան սիրուն է ամեն ինչը։ Այս տարածքում չենջ կա, մեզ էլ անհրաժեշտ էր։ Մացեք եթե պետք է չենջ, այստեղ կա։ Մենք կարող ենք մտնել այս գիֆտ շոփին ինչով։ Վերջից կորտել։ Օպա։ Կարլի արձանը։ Կարլի կամուրջը կառուցել են միջնադարում ու կամուրջի երկու կողմերում տեղադրված են այսպիսի 30 արձաններ։ Ուրա, հաջորդը ուրա։ Ահա, խնդրեմ։ Միացնում է երկու թաղամասերը Պրահայի, Մալայա Ստրանը, չեմ հիշում թաղամասերի անունները։ Այս կամուրջը հենվում է 16,000 կամարների վրա, այն մոտավորապես այնպես ինչպես որ այնտեղ է, դե բնականաբար ես հիմա կամուրջի վրայում կամարները ցույց տալ չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ երկարությունը ամբողջ 520 մետր է, մի խոսքով բավականին երկար, մեծ, լայն կամուրջ է, շատ սիրուն ու համարվում է Պրահայի այցեքարտերից մեկը, այստեղից էլ շատ սիրուն շենքով տեսարան է բացվում։ Այս կամուրջը հանդիսանում է կապողողակ 5 քաղաքի ու Պրահայի ամրոցի միջև այսպես ասած, ու ժամանակին համարվել է այս կամուրջը թագավորական անցակետ, անցնելու վայր, չգիտեմ, թագավորական ճանապարհ։ Մի խոսքով թագավորներն են անցել 5 քաղաքից դեպի Պրահայի պալատ, դրանով է հայտնի։ Ու կառուցվել է 12-րդ դարում 1357 թվականին, այդ ժամանակ այստեղ եղել է մի ուրիշ կամուրջ, որին փոխարինել է սա, այսինքն 12-րդ դարում փոխարինվել է այս կամուրջը։ Ինչ հավեսան ավաղ զբաստում են։ Մի հատ նայեք ուր եմ նստել, նենց հավեսա։ Այսպես նստել ու վայելում։ Ես եթե անկեղծ չգիտեմ, թե բոլոր կամուրջների մեջ ինչու է հենց այս մեկը այսքան հայտնի, ու ինչու է այս մեկի մոտ տեղադրված ծաղիկներ եւ նույնքան մարդիկ այնքան շատ ձեռք տվել այս արձանի այս հատվածներին, որ գույնը փոխել է, բայց ամեն դեպքում եկեք ես ուղղակի կպահեմ երազանք եւ կտկչեմ։ Վալերի փոխարեն պահանամ երազանք։ Սարդե փաբ մտնելու համար մենք վերցրեցինք արդեն մեր այսպես ասած կուպոնները, որոնք նմանատիպ տեսք ունեն։ Երևում է։ Ահա։ Ու մեկ տոմսի մեջ մտնում է մեկ համբուրգեր։ Հիմա մեզ տալու որ հագուստ դերնեցներ եւ մեկ մտնենք մեզ։ Նարեն ենք գրել ձեռնոց։ Ինչ լավն է նար։ Հələ մյուս թաթոշը բեր։ Որտեղ երաժշտական գործիքների տեսքով են սառույցները։ Իսկ խմիչքը նման
Wow, очень сильно спорим ду. Ես դեռ տպավորությունների տակ եմ սառցը աշխարհի, բայց այստեղ տեսել եմ ազգային գրադարանը, Չեխիայի գրադարանի շենքն է, դրա համար որոշեցի ձեզ ցույց տալ։ Բարի լույս, առավոտը սկսում եմ վատ լուրերով, անձրև է գալիս։ Իդեպ սա մեր հյուրանոցի այգին է, բացօթյա, որը գտնվում է տերասայի վրա ու կարելի է գալ այստեղ նստել, սուրճ, թե եւ այլն ժամանակ անցկացնել։ Բայց քանի որ շատ ցուրտ անձրև, մենք փախնում ենք ներս։ Գնանք տեսնենք ու ենք գնալու անձրևի եղանակի։ Ոչ մոսենք, ոչ թրջվենք, կարևորը որ նարն իրեն լավ զգա ու չսարի։ Մենք հյուրանոցից դուրս ենք եկել չնայած անձրևին, հասանք մետրո, կայարան Պավլովա ու գնում ենք մոլ։ Զուտ որովհետև անձրևը որիշտով չենք կարող գնալ, իսկ ժամը 5-ին շատ հետաքրքիր ռեստորանում ռեզերվ ենք արել, գնանք, տեսնենք դեզել գտացում Մենք արդեն մոլում ենք, այսպիսի տեսք ունի, մտել ենք մյուս կողմից ու այն կողմում էլ բավականին շատ հարկեր կային և բավականին շատ խանութներ բնականաբար, հեսա գնալու ենք ուղիղ Sephora, որից կոսմետիկաներ գնեմ Մի հատ նայեք տորտիկները խնդրում եմ, հələ ինչ հավեսնեն։ Այսա մի հատ հետաքրքիրը տեսել եմ, սա դեմ ցույց տալիս դες։ Սրանք հեչ, բայց այս գարեջուրը բաժակով, ասեք որ լավն է։ Նայեք, օրինակ սրա գինը 1310 է, դա բաժանում եք 24-ի ու ստանում թե քանի եվրո է։ Դե 1 եվրոն էլ համախրեք է մոտավորապես 430 դրամ։ Պես որ կարող եք իմանալ այդ տորտիկի առարկը։ Եվ այո, ես Sephora-ում եմ, մի քանի բան արդեն ընտրել վերցրել եմ։ Հիմա անցել եմ հաջորդին, իսկում ես բրոնզերը փորձել, եկեք իրար հետ փորձենք հասկանանք լավն է թե չէ։ Դե արդեն բրոնզերով եմ ես ուղղակի։ Yes, I like it. I also use it. Hangi վերցնեմ ես մեկը։ Դա կարծրատիպ, որ Եվրոպայում ավելի օրինակ առաջընթաց են կամ ամեն ինչ ավելի լավն է կամ ամեն ինչից ավելի լավ տարբերակներ կան։ Բայց ես միշտ ճուտել եմ այդ կարծրատիպը, որովհետև Հայաստանը կարծում եմ հետ չի մնում, ունեք նա ես նոր բան եմ ցույց տալիս, Music Land եմ ցույց տալիս, դուք կհամոզվեք, որ Հայաստանը նույնիսկ առաջ է, ոչ թե հետ, որովհետև այստեղ մինչև հիմա վաճառում են դիսկեր։ Երևի թե փոքր սերնդից շատ-շատերը նույնիսկ չգիտեն դիսկը ինչ է, բայց դիսկեր վաճառվում են այստեղ ու բավականին պոպուլյար խանութ է։ Ցանկացած տեսակի դիսկ, չգիտեմ, թե երաժշտական, թե ֆիլմերի, խոսքը ցանկացած տեսակի դիսկ վաճառվում է այստեղ։ Այդպես, իմ ասել որ եկեք կոտրենք այդ կարծրատիպը Հայաստանը բավականին առաջընթաց է զարգացել փոխեցին նկատել որ այո եթե օրինակ գտնում ենք Եվրոպայում ուրեմն այստեղ ամեն ինչ ավելի լավ է այդ այդքանը նայպես մենք եկել ենք շատ հայտնի մի ռեստորան Պրահայում որտեղ բոլոր սնունդները գալիս են գնացքներով այսինքն դու անում ես պատվել այս մենյուից ես հիմա մենյուն առանձին կնկարեմ ու դες ցույց կտամ իսկ սնունդը բերում են ոչ թե մատուցողները այլ բերում են գնացքային մոտավորապես այսպես Սրանք արդեն կեղտոտ տարաներն են, որոնք որ ուտել վերջացնելուց հետո քո համարով գնացքը մոտենում են քեզ և պես կեղտոտ տարաները դնում ես այդտեղ։ Մենք մեր սնունդը արդեն կերել ենք սպասում ենք հաջորդին, որովհետև մեկ այլ բան էլ պատվիրեցինք հիմա հենց այդ օրինակ կնկարեմ ձեզ ցույց կտամ։ Ստացել եմ օգտել և կարող ապրել գնացը։ Շատ խնդրեմ մեկ էլ նայեք այդ եղանակը։ Շատ ուժեղ անձրև գալիս։ Տեսեք ես հրադադար։ Հատուկ արդեն կեղտոտ տարաների համար։ Իսկ մյուս գնացքը սպասեց մինչև որ այս մեկը անցնի առաջ, նոր ինքը կարողանա շարժվել։ Այդպես ես ուրեմն այսպես։
Այ հենց այստեղից կարելի է տեսնել Պրահայի կղմինդրե տանիքները։ Նայեք այդ սիրունը։ Նայեք։ Մի հատ նայեք ես վերևից ինչ սիրուն է։ Ամբողջ քաղաքավատքի տակ։ Կարճ են մասն թե ինչ են նշանակում երեխայի հետ ճանապարհորդել Եվրոպայում։ Ոյ, չեմ կարողանում խոսել։ Ուրեմն այսքան ճանապարհ բարձրացել ենք աստիճաններով։ Դեռ այսքանն ունենք։ Ասեմ ավելին, սրանից առաջ էլի ենք բարձրացել, դա հետո ցույց կտամ։ Ու ամբողջ հարցը որ այդքան էլ պետք է իջնենք։ Ու մի ասեք որ իջնելու հետո, որովհետև այս սալակով անհնար է ու շատ դժվար։ Գնացինք։ Այստեղ հասնելու համար շատ տանջվել ենք, որովհետև ամբողջ ճանապարհը աստիճաններ էր եւ իդեպ այս Պրահայի ամրոցը հիմա համարվում է նախագահի նստավայրը, ես քիչ հետո դրա մասին կասեմ ձեզ։ Ահա, մնայք ինչքան ներս գտնելու համար Իդեպ մուտքը տոմսով է, հիմա ես քիչ հետո ձեզ կասեմ նաև տոմսերի արժեքը եւ անպայման իմացեք, որ կարող եք մտնել ժամը 10-ից մինչև 3, 10-ից 15:00։ Դրանից հետո կամ առաջ այլևս մուտք չկա այստեղ։ Ես ուղղակի այս աղջիկը խանգարում, այս աղջիկը խանգարում, այստեղ դրված է, հիմա ժամը 10-ից 15:00 կարող։ Պրահայի ամրոցի 1 տոմսի արժեքը 450 կրոնա։ Բայց իր մեջ ներառում է մի քանի մուտք, մենք արդեն ազգոտական տաճարի ներսում ենք։ Նկարչության իմ ամենասիրելի ձևերից մեկն է այս ապակու վրա Մարիա նկարչությունը, որովհետև ինքը խորտ սիրում է շքեղը։ Խնդրում նայեք ինչքան բարդ է, մաներ ապակիներից բաղկացած կառուցել է ամբողջ պատկերը։ Բարդ է, բայց իսկապես շատ շքեղը սիրում է։ Ուսումնասիրում է տարածքը։ Սիրուն է բալես։ Ուրեմն Նարեին նկարում եմ մենակ այն ժամանակ, երբ որ ինքը շատ խելոք, սենց հանգիստ նստած է, տպավորություններն են, որ մենք անիմաստ ենք բողոքում։ Որ ինքը չար է պահում իրան, բայց իմացեք, որ ես ուղղակի նկարում եմ այն ժամանակ, ես կարողանում եմ նկարել այն ժամանակ, երբ ինքը ուղղակի շատ խելոք է։ Նար, մի հատ աչուկով էր մամայի։ Այն ամբողջի ապարակով մեկ էլի վազում է։ Ես հնարեն զբոսնում ենք։ Հա, քայլում ենք։ Նարեն ուզում է նստել գետնին ու չոչ անել այստեղ, բայց ահավոր կեմ տա իրականում։ Անհնար է, էլի դա ես թողնեմ հիմա ստեղ ամենտեղ համաձայն եմ, բայց ոչ ես կեղտոտ փողոցներում։ Հլի նա ինչ մեծ անար։ Բարձրա, վերև, հա, բարձրա, օրևս, ջան, արի։ Նարեն շատ կենցանասեր է ու այստեղ նշում ես տեսել, վազում էր հետևից։ Մենք գնացինք բոլոր մուտքերով տոմս, բայց մտանք միայն բազիլիկա, հիմա իջնում ենք, որպեսզի գնանք Նարեի հաց ուտելու հարցերը լուծենք, որ ամենաբարդ հարցն է։ Այսպես դեպի ներքև ենք իջնում վերևից ու շատ հետաքրքիր, շատ հավես, կոլորիտային փողոցներ են, շենքեր։ Մեր ուտեստներից առաջինն եկավ, ասենք մնացած երկուսին, ես մինչ այդ մի հատ չխ, մեր երկրորդ ու երրորդ պատվերներն էլ կան, բայց սա ուղղակի անիմական շատ համով է։ Հիմա այսօր Նարեի համար ենք պատկերել տեսնենք ուտից հետ չէ։ Ուրեմն հաշիվը բերեց, բանակով ուժեղ խփեց սեղանի։ Բյուրտ ամբորտավա։ Լավ չի խմել դրա համար։
Ay, քեզ բաց։ Լավ է չտեսան, որ մենք չենք ունել։ Չեխական ազգային տրտելնիկը նրանք ոնց են սարքում։ Սա իրարից նայում ենք պատրաստման ձևը, նայեք այսպես։ Դրանք արդեն պատրաստի վիճակում են, իսկ ես պատրաստում եմ։ Կրակի վրա։ Շաքարապատում են։ Այնուհետև լցնում են միշտով ցանկացած տեսակետի։ Ես ստացվում է այսպիսի մեծ կազմակերպ մի բան։ Տրտելնիկ։ Так, լցնում են։ Չես պարում նար, հլը պար ինչ պուս է։ Քնում այլ ինքը։ Պրահան ավելի կեղտոտ է, քան Վիեննան։ Բայց Պրահան չի հասնի Հռոմին։ Այո, չի հասնի։ Մարեն եկել հասել է Պրահայի գլխավոր ժամացույցի մոտ, որը քաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Բա Պրահայի կենտրոնական հրապարակում են գտնվում, որտեղ գտնվում է խորհրդանիշը, ժամացույցը, որը աշխարհում այս հաստատակիտական ժամացույցը աշխարհում ամենահին ու ամենամեծ ժամացույցներից թվով երրորդն է, որը մինչ օրս աշխատում է։ Նայեք ինչքան մարդ է հավաքվել հրապարակում ու յուրաքանչյուր կլոր ժամի հավաքվում են այս հրապարակում, որպեսզի տեսնեն այս գեղեցկությունը, որովհետև աշխարհում շատ քիչ նմանատիպ հին ժամեր են մնացել, որոնք նման կերպ են աշխատում։ Հիմա ժամը 4-ն է։ Նայեք մոտիկից ցույց տամ, զոդիակներն էլ այս մեջտեղում են։ Այս կողքերը չգիտեմ իրականում ինչ են, բայց այստեղ մեջտեղի հատվածում եթե տեսնում եք զոդիակներն են նկարված։ Ես ամսով խոյ եմ։ Խոյը Սա ցուրտ է Կավկան իմ ամենասիրելի գիրողներից է, այստեղ կա Կավկայի ցուցահանդեսը, գրված է, որ սա ոչ թե թանգարան է իր բիոգրաֆիայի մասին, այլ ուղղակի ցուցադրություն է։ Մենք ցավոք չենք կարող Նարեի հետ մտնել, դրա համար կարող ենք գնալ ու տեսնել Կավկայի կիսանդրին, որը շատ հայտնի է Պրահայում, մոտավորապես այս ոչի քանդակ, ասա չգիտեմ ինչա, ինչի համար է, որի վրա որ երեխաները խաղում են, բայց այսպես արծաթագույն կիսանդրի է դրված։ Մենք բավականին շատ քայլեցինք, մոտավորապես 10-12 րոպե ու հասանք Կավկային։ Սա Կավկան նայեք, հիմա գլուխը այս կողմից է, բայց ժամանակ պտտվում է, նայեք ինչ հետաքրքիր է։ Մի րոպե, սա կպտտվի։ Նայեք ինչպես է պտտվում։ Նայեք, ուշադիր նայեք, տեսակ։ Դե քանի որ Կավկայի գլխում շատ են մետամորֆոզները։ Այս երկի կատակ եմ անում ու այս կատակը կհասկանան մենակ Կավկա կարդացած մարդիկ։ Խապտույտ ունի։ Գիտեք ինչն է այս համար շատ հետաքրքիր։ Մարդիկ շատ բոլորս կողքերը կանգնած, սփուս նայում են։ Այնպես անծպտուն նայում են նեք։ Նայեք ոնց է ուշադիրն է։ Սա ֆոկուսը կա։ Նայեք ինչպես մեծ հետաքրքրությամբ են հետևում այս հրաշքին։ Ինչով է սա։
Այս ինչ շատ նմանակավ կային։ Երիտասարդ քանջարը։ Մենք հիմա անցնում ենք Պրահայի ազգային թատրոնի կողքով։ Համար ենք Սունդուկյանն է։ Կարող եմ ձեզ մոտիկից ցույց տալ։ Դրսից շատ սիրուն տեսք ունի, վստահ եմ նաև ներսից է սիրուն։ Ափսոս մենք չենք կարող գնել որևէ ներկայացման տոմս եւ գնալ, որովհետեւ մեր պատճառը մեզ հետ է։ Ո՞վ Նարեն։ Չորոնի Պրահայում մենք վերցրել ենք ավտոբուսային։ Այս տվել են այսպես ականջակալեր, որպեսզի միացնենք այստեղ եւ կարողանանք շրջել։ Իդեպ Պրահայի քաղաքական ամրոցն է սա։ Իսկ այս սիրուն աշտարակը ծառայել է ժամանակին որպես քաղաքի մուտք, այսպես ասած, հին Պրահայի։ Այստեղից է եղել Մենք վերցրել ենք նաև այսպիսի նավով կրույզ։ Նավի ներսի հատվածը ձեզ ցույց տամ, որովհետև հիմա մենք բարձրանալու ենք վերև նույնար գլոբուսն է։ Ու, պատտվում է։ Հայտենց, պատտվում է։ Նարեն ես եմ պատճալ եմ շոկներգի հետքն է։ Մեր նավն արդեն շարժվել է։ Իրականում զգացողությունները շատ հաճելի է, իսկ եղանակը իրեն միանգամայն արդարացրեց, որովհետև ընտիր արևը Սս թեթև քամի է իհարկե, բայց բացարձակ ցուրտ չի, նույնիսկ հակառակը շոկ է։ Եթե քամի չլիներ, հաստատ կխելքվեի նույնիսկ։ Ու հենց հիմա արդեն իմ հետևում երևում է Կարլի մոստով։ Այս պահին մենք ազգային թանգարանի մոտ ենք և հրաժեշտ ենք տալիս Պրահային։ Բա-բայ։ Գնացինք, պակա Պրահա։ Մենք էլի կգանք։ Չգիտեմ երբ, բայց կգանք։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ, որ ամբողջ հոլովակը դիտեցիք, սրճիկեցիք ու մեկնաբանություն գրեցիք այս հոլովակից։ Հույս ունեմ, որ ձեզ համար հետաքրքիր է։ Խոստանում եմ, որ հաջորդ YouTube-յան վիդեոները կլինեն էլ ավելի հավես, հետաքրքիր ու սիրուն։ Bye-bye։